հոգեպես էլ էր հանգստանում։ Առաջարկում հոգեպես հանգստանանք։ Ես անտառից ենք գտել։ Ու նախնական նայելով չես զգում մեջը իջնոր։ Հիմա ասենց որ կտրենք, հասկանալի է դառնում ներսի գունային շերտերը։ Հա, բացի այդ նախ պետք է տեսնենք ճաք ունի թե չունի։ Եթե ճաք կա, ինքը արդեն հետագայում կարող է վնասվի այդ զարդը։ Սկսենք։ Տեսեք ինչ ունենք։ Սրանից հետո պետք է անցնենք ձևեր տալուն ու փայլեցնելուն։ Շատ քարեր ունենք, որ թափանցիկ չի, բայց այդ գեղեցկությունը չկա մեջն արդեն։ Հիմա տաշում ենք։ Քանի որ մատերը աշխատում անընդհատ, դրանից նյարդերը դել է բավականին հանգստանը։ Փաստորեն վերջնական տեսքը ստուգում ենք լույսի տակ, հա, թափանցիկությունը։ Տեսեք։ Լսի, ակամայից Չարենցի բանաստեղծությունը հիշեցի։ Լուսամփոփի պես աղջիկ, այնտեղ ագաթի մասին էլ կա, չէ՞։ Զուգահեռները անցկացնում այդ թափանցիկության հետ կապված։ Փայտագործությանը Անցնենք փայտագործությանը։ Փորագրությունը մի քիչ վտանգավոր է, քանի որ գործ ունենք սուր գործիքների հետ։ Սկսում ենք ամենապարզից, որը իրար կողքի համադրելով ստանում է բարդ նախշ։ Համապատասխան դուրն էլ պետք է լինի, չէ՞, այս չափսերի։ Անպայման։ Թեքությունը տալիս ենք այ, տեսեք, այն մի կտրվածքի հետ պիտի հասնի, ուղիղ նստի, ու թեք ընդամենը հրմենք։ Հա, մի թեթև լացված ենք տալիս։ Կամ ձևով խորություն։ Համբերություն պետք է ունենաս, Վահե։ Այս ամեն ինչի հետ մեկտեղ։ Դե ինձ հանգստացնում այս աշխատանքը, չգիտեմ։ Ընդամենը սխնում ես հետևից։ Ուղիղ, այ գիծը անցանք, այ։ Անցա։ Այս մյուս գիծը պետք է չանցնենք։ Ոնց ձեր տանը փայտի գործ չկա անելու։ Ախպեր այդ քերի ուներ, քերես գիտես ինչ լավ քանդակագործ է։ Ճաղավանդակների հետ կապված, բազրիկների հետ կապված, ասա, գամ Էլի դուրս եք արդիկ։ Ոչինչ։ Դե ոչինչ չի, փայտը չի փչանում։ Եթե լինեն մարդիկ, ովքեր ուզենան այս մասնագիտությունը ձեռք բերեն, գալիս սովորում են, աշակերտներ ունենում են։ 6 տարեկանից մինչև 35-40 տարեկան աշակերտներ ունեմ։ լուրջ ես ասում։ Դուք ոնց որ տարվում ես, հա, այս եմ զգում։ Բա հետո որ կամ ձեր տանը գործանեմ, մոջ ջան, պետք է կարողանամ գործանեմ, թե չէ։ Հետո գանաշ տնան պտտվի կասի Տիգրան ջան, ճշնամուտ ուներ, սիրուն սարքեիր։ Ալիքը կարողացանք ստանալ ու ես ձեզ ասեմ, վատ արդյունք չի։ Առաջարկում եմ Իջևան գալուց սիրելի հեռուստադիտող եւ Հայաստան ժամանած հյուրեր